Եվրամիությունը լուրջ մարտահրավերների է բախվում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինված հակամարտության կարգավորման միջնորդության փորձերի եւ տրասատլանտյան դաշինքի ներսում առաջացած սպառակտման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։ Հրապարակումը նշում է, որ եվրոպացի դիվանագետները հաճախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական քաղաքականությունը համեմատում են ամերիկյան ոլորանների հետ եւ այժմ նրանք կտրուկ անկում են ապրում։ Հոդվածում նշվում է, որ եվրոպացի առաջնորդները խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու փորձերով, ինչը կհամարվի արևմուտքի կապիտուլյացիա։ Գործակալությունը շեշտում է, որ Թրամփի քայլերը խաթարել են նրա վարչակազմի նկատմամբ վստահությունը Եվրոպայում եւ բարձրացրել են գոյաբանական հարցը։ Արդյոք եվրոպական երկրները կարող են պաշտպանվել տրանսատլանտյան դաշինքի փլուզման պայմաններում։ Շատ ուկրաինացիներ ցանկանում են, որ հակամարտությունը ավարտվի, բայց նրանք չեն կարող դա բացահայտ ասել։ Նման կարծիք է հայտնել լրագրող Թոմաս Ֆազին։ Ակնհայտ է, որ սովորական ուկրաինացիների մեծամասնությունը ցանկանում են, որ պատերազմը ավարտվի ցանկացած գնով, բայց նրանք չեն կարող դա բարձրաձայն ասել նույնիսկ անձնական զրույցներում, քանի որ նրանց կձերբակալեն, ընդգծել է լրագրողը։ Ֆազիի խոսքով, սա Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ոստիկանական պետության սարսափելի իրականությունն է։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կորնելյուսը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման հեռանկարները։ Մասնավորապես Մերցը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ճգնաժամը լուծելու ծրագրին։ Մերցի խոսքով Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է անհապաղ սկսի անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Նպատակը պետք է լինի երկու պետությունների լուծման հասնելը, հայտնել է Գերմանիայի կանցլերը։ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին Միացյալ Նահանգները Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռացման ուղին են դրել։ Այս մասին Իզվեստիա թերթին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Բյուրոյի աշխատանքը չէր կարող իրականացվել այդքան կոշտ ձևով, օրինակ գործարար Թիմուր Մինդիչի դեմ մեղադրանք առաջադրելով եւ նախարարներին ձերբակալելով առանց ամերիկացիների ուղղակի հրամանի։ Սա հստակ ցույց է տալիս, որ ամերիկացիները Զելենսկու հեռացման ուղին են ընտրել, ընդգծել է նա։ Ավելին, քաղաքագետ Վասիլի Վաքարովը նշել է, որ Զելենսկին կարող է իր հրաժարականի մասին հայտարարել ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում։ Ֆլորիդայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հանդիպումը չկարողացավ մեծ առաջընթաց ապահովել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, գրում է Bloomberg-ը։ Չնայած դրական խոսույթին քիչ նշաններ կային բանակցություններին նոր խթան հաղորդող մեծ առաջընթացի մասին, հաղորդում է հրատարակությունը։ Դեկտեմբերի 5-ին Ուկրաինան հայտարարեց ԱՄՆ-ի հետ նոր հանդիպման մասին։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը Կիևի այլ պատվիրակների հետ միասին հանդիպում ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու համար։ Մեծ Բրիտանիան նախընտրում է, որ Նորվեգիան կրի ռուսական ռազմական սուզանավերի հետևման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը, մեկնաբանելով Լոնդոնի եւ Օսլոյի ռուսական սուզանավերի հետևման ծրագրերը։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիան չի թաքցնում, որ այս միջոցառումները ուղղված են Ռուսաստանի ռազմական զսպմանը, եւ Լոնդոնը նախընտրում է նման ռիսկային առաջադրանքներ իրականացնել լիազորված ուժերի միջոցով։ Կորչունովը նաեւ ենթադրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերապեմ։ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Այդ զգայուն շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի իր բժշկի հսկողությամբ եւ անմիջական մասնակցությամբ կատարվի վիրահատություն։ ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ գրանցված 23 մահերը չդառնան 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը Աստված մի արասցե լինի Սրբազան հայրը։ Եթե վիրահատության կարիք կա, ուրեմն լուրջ չէ, որ մարդը վիրահատության կարիք ունի, նշել է Գառնիկ Դանիելյանը։
Մեծի տան Անկելիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Կոչ են անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել եւ հակասահմանադրական ու անընդունելի են սպառնալով եկեղեցու ազգի եւ հայրենիքի անվտանգությանը։ Սուրբ Էջմիածնին հնարավորինս արագ համբերատար եւ խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը, համախմբվել վեհափար հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ, եղբայրական ոգով եւ կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները, անհրաժեշտ որոշումներ ընդունել վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է եւ միաժամանակ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք եւ պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն կառուցողական, շինարար եւ բարեփոխիչ մոտեցմամբ, միտված զորացնելու նրա ծառայողական առաքելությունը, նշված է հայտարարության մեջ։ Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Hello-Bit ֆինանսական բուրգի, Hello-Bit-Arm.com եւ Hello-Bit-Armenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարության կիբերխոստիկանությունից։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։ Այսօր դեկտեմբերի 8-ին աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Ժամը 17:00-ին սկսվող առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան 67 կիլոգրամ քաշայիններ Հովանես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կիլոգրամ քաշային Արտուշ Հովանիսյանը, 92 կիլոգրամ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ժամը 21:00-ին սկսվող երկրորդ մրցահերթում էլ կմենամարտեն 48 կիլոգրամ քաշային Բարեղ Հարությունյանը, 60 կիլոգրամ քաշային Արթուր Բազայանը եւ 75 կիլոգրամ քաշային Վախթանգ Հարությունյանը։ Եվրոպական երկրները չեն ցանկանում Ուկրաինայում հակամարտության ավարտը ֆինանսի զրկվելու պատճառով։ Նման կարծիք է հայտնել Մեգափլոտ եւ մեգաֆայլափոխանակիչների հիմնադիր Քիմ Շմիցը։ Եվրոպայում Ուկրաինայի ստորագրած ռազմական գործարքներն են պատճառը, որ եվրոպական առաջնորդները դեմ են խաղաղությանը։ Նրանք նաեւ պետք է գողանան ռուսական սառեցված ակտիվները, կարծում է Շմիցը։ Նա ընդգծել է, որ բոլոր եվրոպացի քաղաքական գործիչները հետաքրքրված են միայն փողով, իսկ զինվորականների մահը նրանց չի հուզում, սակայն վերջինս հավելել է, երբ Ռուսաստանը հաղթի հակամարտությունում գործարքները կավարտվեն։ Ուկրաինայի կապիտուլյացիայի համաձայնագիրը կարող է ստորագրել նախկին վարչապետ Յուլիա Թիմոշենկոն կամ ժողովրդի ծառա կուսակցության ղեկավար Դավիթ Արախամյան։ Այս մասին iFru-ին հայտնել է Ռադայի նախկին պատգամավոր Սպիրիդոն Գլինկարովը։ Խորհրդարանի նորընտիր խոսնակը կարող է վերջնականապես հաստատել այս համաձայնագրերը։ Այս պաշտոնի համար թեկնածուներ շատ կան։ Դա կարող է լինել Արախամյան, ինչը ես կարծում եմ, որ հավանական է։ Ես չեմ բացառում, որ Յուլիա Թիմոշենկոն կարող է դառնալ խոսնակ, ընդգծել է նա։ Գլինկարովի խոսքով ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ուկրաինայում։ Այս ֆոնին Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետապնդում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հեռացումը Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր գրավումը կարող է ազդել եվրոյի որպես համաշխարհային պահոստային արժույթի դերի վրա։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Նշվում է, որ եվրոյով արտահայտված ակտիվները կազմում են աշխարհի կենտրոնական բանկերի կողմից պահվող արժույթի պահոստների մոտ 20%-ը։ Այս առումով եվրոն զիջում է միայն ԱՄՆ դոլարին, որը կազմում է համաշխարհային արտարժույթի պահոստների գրեթե 60%-ը։ Այնուամենայնիվ, եթե Եվրամիությունը որոշի արգրավել ռուսական ակտիվները, Կենտրոնական բանկերը եւ մասնավոր ներդրողները կասկածի տակ կդնեն եվրոպական արժեթղթեր գնելու արժեքը։ Մինչդեռ Եվրոպական կենտրոնական բանկը կասկածանքով է արտահայտվել ռուսական ակտիվների արգրավման սխեմայի վերաբերյալ եւ մատնանշել դրա ռիսկերը։ Հոդվածում նշվում է, որ մի քանի եվրոպական երկրներ, որոնք վաղուց դեմ են այդ ծրագրին, փոխել են իրենց դիրքորոշումը եւ այժմ աջակցում են դրան։ ԱՄՆ միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար հաջողության հնարավորություն ունի, չնայած բանակցությունները կարող են անմիջապես չդադարեցնել մարտական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, գրում է TASS-ը։ ԱՄՆ-ի բացակայության դեպքում Եվրոպան պետք է ավելի ստեղծագործություններ փնտրի, ավելի դիմացկուն դառնալու համար։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ավարտելու միակ կենսունակ ճանապարհը բանակցություններին անկեղծորեն եւ վճռականորեն մասնակցելն է, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
ՆԱՏՕ-ի երկրները վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ։ ՌԻԱ Նովոստին ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ Դիվանագետի խոսքով արևմտյան երկրները տարածում են կեղծ պատմություններ Արկտիկայում Չինաստանի կողմից ենթադրաբար աջող սպառնալիքի մասին, բայց իրականում բոլոր ոչ արկտիկական պետություններից հենց Հյուսիսատլանտյան դաշինքի տարածաշրջանային անդամ պետություններն են եւ հատկապես Մեծ Բրիտանիան, որոնք ամենամեծ լարվածությունն են բերում բարձր լայնություններ։ Դեսպանը նշել է, որ արևմտյան երկրները չեն ցուցաբերում ռազմական զսպվածություն եւ վերին հյուսիսը դիտարկում են որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մասնակցել է պատարագի։ Գյումրու Վարդանանց հրապարակի շուրջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու եւ Յոթվերք եկեղեցու շուրջ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագից առաջ։ Շիրակի թեմի բոլոր հոգեվորականները հրաժարվել էին պատարագի ընթացքում զեղչել վեհափառ Հայրապետի անունը եւ Փաշինյանն իր հետ քահանաներ էր տարել պատարագ մատուցելու։ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում էին նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյոցատնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բաթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին։ Այս մասին տեղեկությունը հայտնել են Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ողջ աշխարհը հիշում է 20-րդ դարի ամենամասշտաբային ողբերգություններից մեկը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Տյումենի հայկական սփյուռքի նախագահ բարերար Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը ԶԼՄ-ների հետ զրուցել է հայրենիքն ընդմիշտ փոխած ողբերգական իրադարձության մասին։ Երկրաշարժը տևեց ընդամենը 30 վայրկյան, բայց այդ ժամանակը բավարար էր, որպեսզի մի ողջ հայ սերնդի երազանքները փշրվեն։ Այդ ցուրտ ձմեռային առավոտյան երկիրը ցնցվեց 25,000 մարդ մահացավ շենքերի փլատակների տակ, իսկ մոտ կես միլիոնը մնաց անօթևան։ Այս ողբերգական օրը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ որպես անդառնալի կորստի եւ մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ, նշել է Աբրահամ Հովեյանը։ Տյումենը լինելով երկրի հիմնական արդյունաբերական շրջաններից մեկը, հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին։ Կամավոր փրկարարներ, շինարարներ եւ բժիշկներ են ուղևորվել աղետի գոտի, ավերակները մաքրելու, ժամանակավոր բնակարաններ եւ ենթակառուցվածքներ կառուցելու, ինչպես նաեւ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Ամբողջ մարզը մասնակցել է մարդասիրական պարագաների հավաքագրմանը։ Այն աննախադեպ համերաշխությունը ըստ Ռուսաստանի վաստակավոր շինարարի հավերժ մնացել է հայ ժողովրդի հիշողության մեջ եւ ամրապնդել է ազգերի միջև կապը։ Հովեյանի խոսքով հայ ժողովուրդը հատուկ երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Ռիժկովին, ով պարգևատրվել է Հայաստանի բարձրագույն ազգային պարգևով ազգային հերոսի շքանշանով։ Բորիս Չերպինյան, որը գլխավորում է երկրաշարժի հետևանքների վերացման կառավարման հանձնաժողովը, նույնպես կարևոր դեր է խաղացել։ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում տարածքային հարցի լուծման նոր տարբերակներ խաղաղ բանակցությունների ընթացքում, հաղորդում է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին 2 ժամ քննարկել է այս հարցը եւ անվտանգության երաշխիքները ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի եւ նրա փեսայի Ջարեդ Քուշների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Պորտալի աղբյուրներից մեկը տարածքների վերաբերյալ քննարկումը որակել է որպես դժվար։ Նրա խոսքով Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է մշակել այս հարցի լուծման նոր մոտեցում։ Ի տարբերություն իր եվրոպացի դաշնակիցների, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիթմաքերը չի կարծում, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել դաշինքի վրա։ Նա այս մասին հայտարարել է Կատարում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, եթե ընդհանրապես տեղի ունենա։ Կարծում եմ հավանականությունը շատ ցածր է, կարծիք է հայտնել դիվանագետը։ Միևնույն ժամանակ դեսպանը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում ԱՄՆ-ն, լուրջ են վերաբերվում կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած իրենց պարտավորություններին։ Անկարայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ըստ Անդալոու գործակալության հայտարարել է, որ Ռուսաստանը իր քաղաքականությունը կառուցում է 100-ամյա հեռանկարով։ Մենք գործ ունենք չինացիների հետ, ովքեր նայում են 50-ամյա հեռանկարին։ Մենք գործ ունենք ռուսների հետ, ովքեր նայում են 100-ամյա հեռանկարին։ Մենք գործ ունենք բոլոր երկրների իշխանության գլուխ գտնվողների հետ, ովքեր ունեն երկարաժամկետ ծրագրեր, առաջընթաց եւ տեխնոլոգիա, ընդգծել է հատուկ ներկայացուցիչ
ներկայացուցիչը։ Խոսելով Թուրքիայի մասին, դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բարեկամության մասին։ Նա հայտնել է, որ երկու առաջնորդները այս կապը հաստատել են անսովոր հարաբերությունների միջոցով։ Եվրոպան ապագա չունի առանց Ռուսաստանի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ավստրալիացի պատմաբան Քրիստոֆեր Քլարկը։ Նա նշել է, որ պետք է խուսափել մեծ պատերազմից։ Սա նշանակում է 3 բան։ Առաջինը, բանակցությունները պետք է վերսկսվեն։ Երկրորդ, Եվրոպայի համար իրատեսական, մարդասիրական ապագա չկա առանց Ռուսաստանի, ասել է պատմաբանը։ Քլարկը հավելել է, որ Եվրոպան պետք է ապագայի ծրագրեր կառուցի, որոնք կներառեն Ռուսաստանը։ Նա նաև կոչ է արել հրաժարվել այն պարտության մատնելու գաղափարից։ Վաշինգտոնը մտադիր է կայունացնել Սիրիան եւ աշխատել այն մերձավոր արևելքում կառուցողական խաղացողի վերածելու ուղղությամբ։ Դա է վկայում Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Սիրիան մնում է պոտենցիալ մարտահրավեր, սակայն Ամերիկայի, արաբական երկրների, Իսրայելի եւ Թուրքիայի աջակցությամբ այն կարող է կայունանալ եւ վերականգնել իր արժանի տեղը, որպես տարածաշրջանում ինտեգրալ եւ կառուցողական խաղացող, նշվում է փաստաթղթում։ Ավելին, ԱՄՆ-ն այլևս մերձավոր արևելքը չի համարում իր արտաքին քաղաքականության գերիշխող գործոն, քանի որ այն այլևս մշտական գրգռիչ չի ներկայացնում։ Թարմացված ռազմավարությունը մասնավորապես ուրվագծում է Աբրահամի համաձայնագրերի հետագա ընդլայնման ծրագրերը։ Ռուսաստանը կշարունակի իր հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում, եթե Կիևը հրաժարվի կարգավորման շուրջ բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT-ին տված հարցազրույցում։ Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, հայտարարել է նա։ Պեսկովի խոսքով ռուսական զորքերը ներկայումս շատ լավ առաջընթաց են գրանցում։ Նա հավելել է, որ եթե հնարավոր չլինի խաղաղ ճանապարհով հասնել հանգուցալուծման եւ նպատակներին, ռուսական կողմը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը իր շահերը պաշտպանելու համար։ Ուկրաինական զորքերը պատրաստվում են մարտական գործողությունների ԱՄՆ-ի կողմից օգնության բացակայության դեպքում, հաղորդում է Sky News-ը։ Այնուամենայնիվ, քանի որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տունը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի, ուկրաինական զինվորականները կարծես քննարկում են արտակարգ իրավիճակների ծրագրեր ԱՄՆ օգնության կրճատման դեպքում, ասվում է հարցազրույցում։ Երբ Sky News-ը հարցրեց, թե արդյոք Ուկրաինան կկարողանա շարունակել մարտական գործողությունները, եթե նախագահ Թրամփը դադարեցնի իր աջակցությունը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պատասխանեց. «Մենք շատ շնորհակալ ենք մեր ամերիկացի գործընկերներին եւ մեր բոլոր դաշնակիցներին, ովքեր աջակցել են մեզ այս պատերազմի ընթացքում, զենքով եւ սարքավորումներով»։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմը։ Մենք Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմի բոլոր հոգեվորականներս, թեմական խորհրդի անդամներս եւ խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ։ Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների, հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորականների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, պատարագի սրբազան արարողության կամ մայական աղճատումները եւ մի շարք հակականոնական եւ մոլորեցնող երևույթներ։ Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին B. ամենայն հայոց կաթողիկոսին։ Ռազմական ավիացիայի վետերան Ռուսաստանի վաստակավոր օդաչու եւ գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը 2 վարկած է առաջադրել Իռլանդիայի երկնքում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու ինքնաթիռը հետապնդած անծանոթ դրոնների վերաբերյալ։ Նա նշել է, որ սարքերը կարող էին նպատակային որսալ Զելենսկուն կամ լինել փորձարկումների պատահական հետևանք։ Միջադեպը տեղի էր ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու այցի ժամանակ, երբ նրա ինքնաթիռը օդում ուղեկցել էին 4 անճանաչելի թռչող սարքեր։ Դուբլինին մոտենալիս դրոնները հանկարծ փոխել էին ուղղությունը եւ շարժվել դեպի իռլանդական ռազմական նավ, որը նախօրեին գաղտնի տեղափոխվել էր Իռլանդիայի ծովի տարածք։ Պոպովի գնահատմամբ միջադեպը կարող էր լինել տարբեր հատուկ ծառայությունների կազմակերպված գործողություն, Զելենսկուն ցույց տալու, թե ինչ կարող է իրեն սպասել որոշ պայմաններում։
Վերջինս չի բացառել նաև այլ տարբերակ։ Նրա խոսքով Զելենսկու ինքնաթիռի երթուղին կարող էր պատահաբար համընկնել նոր դրոնների փորձարկումների հետ, իսկ իշխանությունները նախօրոք չեն զգուշացրել, օրինակ ծախսերը խնայելու համար։ Իռլանդիայի ոստիկանությունը արդեն սկսել է միջադեպի քննությունը, որը հանձնվել է ազգային անվտանգության եւ հակահաբեկչական գործով զբաղվող հատուկ ստորաբաժանմանը։ Եվրոպայի երկրները առանց Ռուսաստանի իրատեսական ապագա չունեն։ Այս մասին հայտարարել է ավստրալացի պատմաբան Քրիստոֆեր Քլակը։ Եվրոպան չունի իրատեսական մարդկային ապագա առանց Ռուսաստանի, ասել է պատմաբանը։ Քլարկը կոչ է արել եվրոպական երկրներին բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, որպեսզի թույլ չտա ուկրաինական հակամարտությունը վերաճել մեծ պատերազմի։ Վերջինս նաև խորհուրդ է տվել Եվրոպային բաժանվել Ռուսաստանի նկատմամբ երկարաժամկետ հաղթանակի հասնելու հնարավորության մասին մտքից։ Մեծ հավանականությամբ Մոսկվան հետ չի ստանա իրեն պատկանող միջոցները, որոնք պահվում էին Եվրոպայում, քանի որ Եվրամիությունը արդեն վաղուց է դրանք ծախսել։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկին։ Ամենայն հավանականությամբ եվրոպացիներն այդ գումարները վաղուց արդեն ծախսել են իրենց կարիքների համար։ Ուստի այդ գումարները վերադարձնելու համար հարկավոր է կամ ինչ-որ տեղ վերավարկավորվել կամ հանել ընթացիկ սեփական բյուջեից, ասել է փորձագետը։ Դրոբնիցկու խոսքով Եվրամիությունը չի պատրաստվում անել ոչ մեկը, ոչ մյուսը։ Նա նշել է, որ եվրոպացիների համար այդ միջոցները վաղուց արդեն պարտք են դարձել։ Հենց դրա հետ է կապված Բելգիայի դժկամությունը Ուկրաինայի ռուսական ակտիվների համար վարկ տրամադրել, ընդգծել է քաղաքագետը։ Քանի որ ակտիվները չկան, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևը կվերադարձնի իրեն փոխանցված միջոցները։ Հավաքվում ենք այսօր ժամը 20:00-ին Զվարթնոց օդանավակայանի VIP սրահի դիմաց։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, որում նշված է. ժամանակն է սթափվելու եւ տեր կանգնելու մեր սրբություններին։ Հայոց հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը եւ ազգային ուժերը։ Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայրենիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին եւ մտահոգ քաղաքացիներին գալ եւ դիմավորել վեհափառ հայրապետին։ Մենք պետք է ցույց դնենք մեր միասնական եւ թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն հայոց վեհափառին։ Եկեք եւ ձեր ներկայությամբ փաստեք, որ հայ եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություններ անողները պատասխան են տալու պատմության եւ ժողովրդի առջեւ, ասված է հայտարարության մեջ։ Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար։ Այս մասին որոշում է ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ապրանքների գների փոփոխությունն այս տարվա առաջին 10 ամիսներին համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 5.2%-ով, դրանցից միսը 1.4%-ով, ձուկը 18.3%-ով, միրգը 7.8%-ով, բանջարեղենը 14.6%, սուրճն ու թեյը 13.9%-ով, իսկ ոչ ալկոհոլային խմիչքը 9.9%-ով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 5.7%-ով, սնունդից էժանացել է կարելի է ասել միայն շաքարավազը 5.3%-ով եւ կատնամթերքը, պանիրն ու ձուն 1.6%-ով։ Եվրամիության երկրների ղեկավարները դժգոհում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրենց անտեղյակության մեջ է պահել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հուղում անելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրներին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը։ Թրամփի մոտեցման պատճառով եվրոպացի առաջնորդները մշտապես անտեղյակության մեջ են մնացել, հենվելով վերջին իրադարձությունների մասին արտահոսքերի եւ նորությունների վրա, հայտնում է պարբերականը։ Ինչպես հայտնել է ԵՄ անվտանգության ոլորտում հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջուզեպպե Սպատաֆորան, այդ կարծիքը գնալով ավելի տարածված է դառնում եվրոպական առաջնորդների շրջանում։ Փորձագետի խոսքով եվրոպացիները պետք է հարմարվեն նոր իրականությանը։
Ռուսաստանը Հնդկաստանի հետ ընդհանուր նպատակ է հետապնդում կայուն եւ արդար բազմաբևեռ աշխարհ կառուցելու համար, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է լենտան։ Ռուսաստանն ու Հնդկաստանը վարում են անկախ եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ընդգծել է նա, ամփոփելով ռուս-հնդկական բանակցությունների արդյունքները Նյու Դելիում։ Ղեկավարի խոսքով Ռուսաստանը եւ նրա համախոհները BRICS-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից եւ համաշխարհային մեծամասնության այլ պետություններից առաջ են մղում ավելի արդար եւ ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացները։ ԱՄՆ-ի հիմնական շահը Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումն է, այս մասին ամերիկյան վարչակազմը հայտարարել է 2026 թվականի ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Միացյալ Նահանգների կարևորագույն շահն Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտապույտ դադարեցումն է, ինչը թույլ կտա կայունացնել եվրոպական երկրների տնտեսությունները, կանխել պատերազմի ակամա էսկալացիան կամ ընդլայնումը, վերականգնել ռազմավարական կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ասվում է ռազմավարության մեջ։ Փաստաթղթում հստակեցվում է, որ Ուկրաինայի հակամարտության արդյունքում Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն թուլացել են եւ շատ եվրոպացիներ Ռուսաստանը դիտարկում են որպես էքզիստենցիալ սպառնալիք։ Եվրոպացի առաջնորդները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու շահագրգռվածությամբ, հայտնում է Washington Post-ը, ինչպես նաև նախագահի եվրոպական անվտանգությունն ապահովելու հարցում անորոշ դիրքորոշմամբ, նշվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում Աֆղանստան եւ Իրաք զորքեր ուղարկելիս Միացյալ Նահանգներին աջակցելուց հետո որոշ եվրոպական երկրներ խորապես վիրավորված են Թրամփի կողմից իրենց առաջնահերթությունների նկատմամբ սահմանափակ ուշադրությունից։ Ավելին Մոսկվայի հետ բանակցություններում ամերիկացի առաջնորդի գործողությունները դիպչում են նյարդին եվրոպացիների շրջանում, ովքեր վախենում են, որ Վաշինգտոնը չի կիսում Ռուսաստանի վերջնական մտադրությունների վերաբերյալ նրանց խիստ գնահատականը։ Մեծ յոթնյակը եւ Եվրամիությունը քննարկում են ռուսական նավթի գների վերահսկողությունից հրաժարվելու հարցը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Մեծ յոթնյակը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում ռուսական նավթի գների սահմանափակումների վերացման շուրջ, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսական էներգետիկ ընկերությունները ենթարկվում են իրենց արտահանման հոսքերի լայնածավալ վերակողմնորոշման։ Տնտեսական եւ աշխարհաքաղաքական միտումները ձևավորվում են այնպես, որ ասիական վեկտորն այժմ որոշում է ռուսական նավթագազային արդյունաբերության երկարաժամկետ հեռանկարները, կարծում են փորձագետները։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև նոր գագաթնաժողով հնարավոր է, սակայն Մոսկվան դեռևս համապատասխան ազդանշաններ չի ստացել Վաշինգտոնից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Անկորիջում նախորդ հանդիպումը համաձայնեցվել էր մի քանի օր առաջ։ Ուշակովի խոսքով անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել նաև նոր գագաթնաժողով։ Ամեն ինչ հնարավոր է, մենք Անկորիջի վերաբերյալ համաձայնության եկանք բառացիորեն 3 կամ 4 օրվա ընթացքում։ Այսպիսով սկզբունքորեն ամեն ինչ հնարավոր է, բայց մինչ այժմ այս հարցի վերաբերյալ որևէ ազդանշան չի եղել։ Մենք որևէ մեկը չենք տեսել, ընդգծել է Ուշակովը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել իր թելեգրամյան ալիքում Գրոզնիում բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Տեսանյութում նա կոչ է արել Ուկրաինայի ժողովրդին հանդես գալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին։ Նրանք ձեզ մեկ առ մեկ պատառոտում են, բոլորը դուրս եկեք եւ ասեք ձեր կարծիքը։ Ձեր երեխաներին սպանում են, ոչնչացնում։ Ուրեմն դուրս եկեք եւ ասեք ձեր կարծիքը, նշել է Կադիրովը իր ելույթում։ Ռուսաստանը եւ Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու տրանսպորտի եւ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ոլորտում, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի եւ անօդաչու տրանսպորտի զարգացումը դառնում է համագործակցության նոր ոլորտ, ասվում է հայտարարության մեջ։ Երկրները նաեւ քննարկում են Ռուսաստանի ազգային թվային տրանսպորտային եւ լոգիստիկ հարթակը Հնդկաստանի միասնական լոգիստիկ ինտերֆեյսի հարթակի հետ ինտեգրելու հնարավորությունը։ Սա ի վերջո հնարավորություն կտա միջսահմանային էլեկտրոնային փոխազդեցություն ապահովել տրանսպորտում, հայտարարել է Ռուսաստանի նախարարությունը։
Բազմաթիվ քաղաքացիներ այսօր երեկոյան 20:00-ի սահմաններում պատրաստվում են Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը հովապետական այցով գտնվում է Մարսելում եւ այդ ժամին վերադառնալու է Հայաստան։ Ըստ տեղեկությունների կա մտավախություն, որ վեհապարին իշխանությունները կարող են կալանավորել Երևան վերադառնալուն պես, որպեսզի կանխեն նրա մասնակցությունը դեկտեմբերի 10-ից 12-ին եպիսկոպոսաց ժողովին։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում 9-ից 10-ը, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ից 12-ն Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ից 3-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևան քաղաքում 8-ի գիշերը 9-ի երեկոյան 10-ին 12-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 9-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։